Дорогие соотечественники, сегодня еще один знаменательный день. Мы продолжаем наше сотрудничество, и сегодня наш первый урок истории. Он посвящен царству Урарту. Я недавно прочитала одну фразу. Армяне – граждане мира, которые принадлежат великой стране. Сегодня начинаются ваши первые уроки об этой великой стране. И не случайно, что мы начинаем именно с царства Урарту, потому что говорить об Армении и не говорить о том, что составляет основу ее истории, нельзя. И второе, ваша община называется этим именем. И это, наверное, вы не зря выбрали для своей общины это имя. Желаю вам понять то, что подготовила для вас наша всеми уважаемая товарищ Шавердян. А в процессе вы увидите то, что мы вам расскажем на армянском, вы увидите это на русском языке, и вам будет легче понять то, о чем вам говорят. Բարև ձեզ, թանկագին հայրենակիցներ եւ իմ շատ սիրելի պատանի ունկնդիրներ։ Ուրախ եմ ողջունելու ձեզ կանգնած հայոց բիբլիական հողի վրա։ Հայրենիքից սերն ու կարոտն եմ հաղորդում ձեզ, այն ուժ ու կորով կտա ձեզ։ Ու թեև ձեզանից ոմանք չեն եղել մայր հայրենիքում, բայց այս հողը նույնքան ձերն է, որքան եւ իմը, կամ այս հողի վրա իր առաջին քայլերը կատարած յուրաքանչյուր հայինը։ Քանզի հայրենիքը մոր սիրով է սիրում իր զավակներին, լինի նա կողքին, թե հեռու ճամփաներում։ Ավելին, պանդուխտ զավակներին կարոտաբաղ ձայնով կանչում է ու ետ դարձիր, բարով դառնաս։ Հուսանք, որ աշխարհասփյուր հայերը մի օր պիտի հավաքվեն հայրենի հողի վրա ու ավանդական շուրջպարը այս անգամ Մասիսի շուրջը պարեն։ Այսօր հայոց պատմության մեր դասը նվիրվում է Ուրարտուի պատմությանը։ Թեման պատահականորեն չի ընտրված։ Ուրարտուն հայկական լեռնաշխարհի առաջին համահայկական պետությունն է։ Բացի այդ, ձեր քաղաքի հայկական համայնքը կրում է Ուրարտու անվանումը։ Կարծում եմ, շատերիդ կհետաքրքրի, թե ինչ է իրենից ներկայացնում Ուրարտուն։ Ուրարտուն այն է Վանի թագավորությունը, սկզբնավորվել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում։ Էթիունի, Դիաուխի տայք, Վան Նաիրի համադաշնությունների հիմքի վրա։ Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում Նաիրի և Բիայնիլի։ Աստվածաշնչում այն հիշատակվում է Արարատյան թագավորություն։ Ուրարտու անվանումը Այրարատ անվան ասորեստանյան տարբերակն է։ Ուրարտուն Հայաստանի հնագույն անվանումներից է։ Ուրարտուի մայրաքաղաքը Տուշպան էր, որը հիմնադրել է Սարդուրի առաջին թագավորը։ Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման վերաբերյալ արձանագրություններում նա իրեն կոչում է Նաիրի երկրի արքա և ներկայանում է մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա տիտղոսաշարով։ Տուշպան ներկայիս Վան քաղաքն է, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի տիրապետության ներքո։ Ուրարտական թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր են խաղում Իշպույինին և նրա որդի Մենուան, որոնց իրականացրած բարեփոխումները նպաստեցին Ուրարտուի հզորացմանը։ Այդ բարեփոխումներն էին տեղական սեպագրի ստեղծումը,
միասնական դիցարանի Պանթեոնի ստեղծումը։ Նոր դիցարանը արձանագրվել է Խալդյան դարպասի վրա, որին հետագայում մեր ժողովուրդը կոչեց Մհերի դուռ։ Ստեղծվեց կանոնավոր բանակ, Ուրմիո լճի հարավում, ուրարտական զորքերը գրավեցին Արդինի Մուսասիր երկիրը, որտեղ էլ կառուցվել է Արդինի Մուսասիր սրբավայրը, այնտեղ էր գտնվում Խալդի գլխավոր աստծո տաճարը։ Դուք տեսնում եք Իշպույինի և Մենուա արքաների սաղավարտները։ Մենուա թագավորի կարևոր գործերից էր 72 կիլոմետր երկարությամբ ջրանցքի կառուցումը, որը գործում է մինչ օրս։ Ժողովուրդը այն անվանել է Շամիրամի ջուր, Ասորստանի Շամիրամ թագուհու անունով։ Շարունակվում էր Ուրարտուի հզորացումը։ Արգիշտի առաջին ուրարտական արքան Քրիստոսից առաջ 782 թվականին հիմնել է Էրեբունի ամրոցը, որի տեղում այսօր քաղաքամայր Երևանն է։ Ամրոցի կառուցման վերաբերյալ թողած սեպագիր արձանագրությունում Արգիշտին հայտարարում է, որ քաղաքը կառուցվել է ի բարօրություն բիայնիլի երկրների, ի տապալումն թշնամական երկրների։ Սկսած 1968 թվականից ամեն տարի հոկտեմբերին մեծ շուքով նշվում է Էրեբունի Երևան տոնը։ Այս հոկտեմբերին նշվեց Էրեբունի Երևանի հիմնադրման 2795-ամյակը։ Եկեք Հայաստան հաջորդ հոկտեմբերին, և մենք միասին կտոնենք մեր հիասքանչ մայրաքաղաքի ծնունդը։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Սարդուրի երկրորդի օրոք Ուրարտուն տարածքային մեծ նվաճումներ ունեցավ և դարձավ 4 ծովերի տերություն։ Դա նշանակում է, որ տերության սահմանները հասան մինչև Սև, Կասպից, Միջերկրական ծովերը և Պարսից ծոցը։ Իսկ ահա ուրարտական հաջորդ թագավորի գործունեությունը անմիջական կապ ունի մեր տարածքի հետ։ Ռուսա առաջինը Սևանա լճի ավազանում կառուցել է 2 խոշոր ամրոցներ, անվանակոչելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների անուններով։ Խալդի ամրոցի տեղում հիմա գտնվում է Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքը։ Խալդի ամրոցի կառուցման մասին վկայում է Ռուսա առաջինի թողած արձանագրությունը, որը տեղադրված է մարզպետարանի մոտ փոքրիկ պուրակում։ Արձանագրության բնօրինակը գտնվում է Գավառի թանգարանում։ Իդեպ այս թանգարանը չափազանց հարուստ նյութեր է պարունակում մեր հերոսական ու հարուստ պատմության վերաբերյալ։ Սիրով հրավիրում ենք ձեզ, եկեք ու մենք միասին կայցելենք թանգարան։ Քրիստոսից առաջ 7-րդ դարի վերջերին ուրարտական արքայատոհմի իշխանությունը աստիճանաբար թուլանում էր։ Պետության անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող ռազմատենչ ցեղերը։ Վանի արքայատոհմից իշխանությունն անցավ հաջորդ արքայատոհմին, որով էլ սկզբնավորվեց Երվանդունիների թագավորությունը։ Ուրարտական թագավորությունը կարևոր դեր է խաղացել հայոց և համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ։ Իսկ հիմա ուղևորվում ենք Երևան, այցելելու Էրեբունի թանգարան։ Մենք այժմ գտնվում ենք թանգարանում։ Էրեբունի թանգարանը հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը համընկել է
Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Թանգարանը գտնվում է Արինբերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ Քրիստոսից առաջ 782 թվականին հիմնվել է Էրեբունի ամրոցը Արգիշտի առաջինի կողմից։ Դարերես անցել, բայց մնացել ես պատանին։ Քո մասիս օրով, քո արած մորով, մեծանաս դարով Երևան։ Մենք արյան կանչեր, ունենք մեր սրտում, Անկատար տենչեր, ունենք դեր շատ, մեր կանչն առանց քեզ, իզուր կկորչի, առանց քեզ մեր տակ, տենչնել կսարչի։ Երևան դարձած իմ Էրեբունի, դարերես անցել, բայց մնացել ես պատանին։ քո մասիս օրով, քո արած մորով, մեծանաս տարով Երևան։ Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, իսկ մենք բոլորս ենք քեզ նավարկել, դա քեզ սերում է շեքարերիդ պես, հինը սերում է ձիգ դարերիդ պես, Երևան դարձած իմ Էրեբունի, դարերես անցել, բայց մնացել ես պատանին։ Քո մասիս օրով, քո արած մորով, մեծանաս տարով Երևան։ Երևան դարձած իմ Էրեբունի, դարերես անցել, բայց մնացել ես պատանին։ Քո մասիս օրով, քո արած մորով, մեծանաս տարով Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչ, որ մենք անում ենք ձեզ համար, անում ենք կարոտի կանչով։ Կարոտ մի բան, որ մեզ ևս ծանոթ է։ Մենք ևս կարոտում ենք մեր հարազատների, ովքեր գտնվում են օտար ափերում։
ապրում են մեզանից հեռու։ Այս ամենը ինչ որ անում ենք նվիրումով, անում ենք սիրով։ Հասկանում ենք, որ ձեզ համար սա շատ անհրաժեշտ է, շատ կարևոր է, որ դուք իմանաք ձեր հայրենի հողի մասին, մայրենի լեզվի մասին, հայոց պատմության մասին։ Ես հուսով եմ, որ մենք մի օր կհանդիպենք հայրենի հողում։ Դեմ դիմաց կպայմանավորվենք մեր հետագա անելիքների մասին։ Իսկ այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, մեր ամբողջ ուսուցչական կազմին, մեր աշակերտներին եւ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր մարզպետարանի կրթության բաժնին, ովքեր աջակցեցին մեզ այս համագործակցության ծրագիրը շարունակելու համար։ Ձմռան կարճ օրը եւ վրա հասնող մութը հնարավորություն չտվեցին այցելել նաեւ բուն ամրոցի տարածքը եւ այն ձեզ ներկայացնում ենք լուսանկարներով։ Судьба по всем краям земли кого куда, но заветная мечта снова вернуться в те места, где-то прекрасная страна, что для всех она как мать одна. Это родная нам земля, та, что душе нужна. Горы и снега, белые облака ждут нас и зовут издалека. Знай, что всей душой мы с тобой рядом. Я люблю тебя, Армения моя. Горы и снега, белые облака ждут нас и зовут издалека. Знай, что всей душой мы с тобой рядом. Я люблю тебя, Армения моя. Հուսով եմ, որ այս դասից որոշակի գիտելիքներ ստացաք Ուրարտու թագավորության մասին։ Խնդրում եմ արձագանքեք, եւ եթե ձեզ դուր եկավ ու կամենում եք ավելին իմանալ հայ ժողովրդի հերոսական անցյալի վերաբերյալ, ուրեմն կշարունակենք մեր պատմության դասերը։ Կարող եք թեմաները առաջարկել ինքներդ, ամեն ինչում պատրաստ ենք ընդառաջելու։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Белоснежный Арарат всем нам, конечно, будет рад. Это чудесная страна, что для всех она как мать одна. Это родная нам земля, та, что так душе нужна. Горы и снега, белые облака ждут нас и зовут издалека. Знай, что всей душой мы с тобой рядом. Я люблю тебя, Армения моя. Горы и снега, белые облака ждут нас и зовут издалека. Знай, что всей душой мы с тобой рядом. Я люблю тебя, Армения моя. Белые облака ждут нас и зовут издалека. Родина моя, ты в моем сердце, я люблю тебя, Армения моя. Горы и снега, белые облака ждут нас и зовут издалека. Знай, что всей душой мы с тобой рядом. Я люблю тебя, Армения